BBC Scotland, S4C, iFilm, Charm Holding, մասնակցությամբ Zatik Studio-ի ներկայացնում են Աշխարհի հեքիաթները։ Կոշկակար տղան, հայկական հեքիաթ։ Թարմր կեր, կլոր տարին ըստ է ամեցեք, թարմր կեր գնելու, գնեք ցանկացած միրգ, ծիրան դեղց, ինչ որ կամենաք։ Կոշիկ նորոգենք, կոշիկ կարենք, կոշիկ նորոգենք, կոշիկ կարենք, կոշիկ նորոգենք, կոշիկ կարենք։ Կոշիկ նորոգեմ, կոշիկ կարեմ, կոշիկ նորոգեմ, կոշիկ կարեմ։ Համարյա թե պատրաստ է։ Համարյա, մենք գնում ենք թագավորական ճաշկերույթի։ Հենց հիմա կլինի, դուք ժամանակին տեղ կհասնեք։ Խնդրեմ։ Տիգրան, մենք լավ քեֆ ենք անելու։ Սրանք կարելի է թագավորի հարուստ հյուրերին էլ վաճառել։ Կարծում եմ նրանց դուր կգա։ Վերցրու։ Ես հետո կվերցնեմ։ Հաջողություն։ Սա ով է։ Ինչ որ աղքատ տղա է, չարչարվում է էլի։ Նապակել է ճանապարհը։ Դռնաբաններ։ Վրիններ։ Ձեր այդ մեծություն, նա պարզապես փորձում է ապրուստի միջոցներ վաստակել։ Ինչ։ Ուզում ես ասել, որ ես սխալ եմ։ Ոչ, իսկ ինչպես նա ապրի։ Ես գիտեմ ինչպես, դրան բանտ նստեցրեք, իմ բանտարկյալներն ուտելու բան ունեն, դե, այո, այսօրվա իմ ամենաբարի գործը։ Բաց թողեք, ասում եմ ինձ, բաց թողեք։ Ինչ հաճելի է։ Ոչ չի ուտում։ Դուք նույնպես ձերդ մեծություն։ Իսկ ինչ անենք։ Դարեք դրան, ձնձրացել եմ դրանից։ Այս ճաշկերույթից բան չհասկացա։ Բայց մեզ մոտ լավագույն ուտելիքներն են։ Ոչ, նրանք ինչ-որ բան ունեն, որ մենք չունենք։ Փակեք պատուհանները։ Իմացիր, թե որն է նրանց գաղտնիքը։ Տիգրանն ուշանում է, գնամ ջրհորից ջուր բերելու։ Երևի 3 անգամ փողը աշխատել, այսօր աշխատելու կարիք չունի։ Այդ դու, ինչով ես զբաղված քո ընտանիքը 3 երեկոյան, ուրախանում էիք, հա? Ես ընտանիք չունեմ։ Սա քո աշխատանքն է, լավ է պատրաստված։ Նակ չեն ասին էդ գաղտնիքը, ոչինչ, ես գիտեմ, թե ինչպես կիմանամ։ Ո ոչ։ Տեսնես Տիգրանը ուր է։ Գրած կգամ, հարուստները փախցրել են նրան և մենք պետք է ուրախ լինենք։ Ինչպես եք, մենք ճամփորդներ ենք։ Այո։ Համեցեք, նստեք։ Մենք շատ ուտելիք ունենք։ Ասա ինձ, ինչ առիթով եք քեֆ անում։ Մենք միշտ ենք քեֆ անում, ինչ առիթ։ Բայց որպես ինչ։ Վաճառ չկա, ուղղակի հենց նոր կոշիկ վաճառեցի, ուտելիք գնեցի, հիմա էլ ընկերներիս հրավիրել եմ քեֆի։ Եվ դա մեզ համար լավ առիթ է։
Իսկ ինչ կանես, եթե թագավորը վաղ նարգելի կոշիկ կարելն ու վաճառելը։ Բայց ինչու պիտի Բա որ արգելի։ այդպիսի բան անի։ Լավ, եթե նման հիմարություն անի, մենք էլ ուրիշ զբաղմունք կգտնենք ու կզբաղվենք էլի մեր համար։ Եթե նման հիմարություն անի, հնդուգն տղա, շատ ափսոս, որ հիմա չեմ կարող նրան գլխատել, քանի որ դեռ չեմ պարզել նրանց ուրախության պատճառը։ Թագավորն այսօրվանից արգելել է կոշկակարությունը։ Թագավորն այսօրվանից արգելել է կոշկակարությունը։ Արամ, թագավորը արգելել է կոշիկ կարելը։ Ինչ։ Հրաման ինչ ենթարկողը մահվան կդատապարտվի։ Ինչքանով ենք ջուրն առել, հա։ Տիգրանն իր աշխատակցի մեծ մասը դրան է տվել։ Ինչքանով կգնեք։ Մենք կարող ենք ջուր վաճառել, հասկացար։ Հացուպանի։ Եվ ջուր։ Հիմա բոլորդ ուրախացեք։ Սակատակ է, ինչ է։ Բոլորովին ծիծաղելի չէ։ Ուրախացեք, պարոնայք, փորձեք երեկոյից բավականություն ստանալ։ Չեմ կարողանում հասկանալ, գնացինք։ Տեսեք ճամփորդները։ Շատ կոշիկ ես վաճառեն, հա։ Ոչ, թագավորը թույլ չի տալիս։ Փոխարենը ջուր են վաճառել։ Փողը միայն հացի ու կարտոֆիլի հերիք է, բայց մենք քեֆ ենք անում։ Լավ է, չէ։ Իսկ ինչ կանես, եթե թագավորը ջուր վաճառելն են արգելի։ Անելու բան միշտ էլ կգտնեմ։ Եփել թափելու գործ կլինի։ Մի անհանգստացեք, մի բան կանեմ։ Դու չես կարող ամեն ինչ արգելել։ Թագավորի հրամանով ջուր վաճառելն արգելվում է։ Նորից են ճամփորդի ասածը կատարվեց։ Այս պահից սկսած ջուր վաճառելն արգելվում է։ Հասկացաք։ Հսկիր սա թագավորի տարածքն է։ Բայց այսպես ես փող չեմ կարող աշխատել, այս ինչ եք անում, է։ Դե ասա թագավորին, որ սխալ որոշում է կայացրել։ Հո։ Տիգրան։ Շտապիր, ժամանակ չունենք։ Հանճարեղ միտք է, կարծում եմ, որ ամբողջ օրը ոչ մի գրոշ չի վաստակել։ Հիմա գնա տուն, երեկոյան կգաս։ Մի ուրիշ միտք ասա, խեղկատակի, կարտոֆիլներ։ Կարտոֆիլներ։ Հա, որն է սխալը, աչ պարարության վար, ոչ մի կարտոֆիլ։ Ծանոթացիր, սրանք ճամփորդներ են։ Սա ինչ է։ Ոչխարի միս, պանիր, մեղր։ Ինչպես ես գնել։ Թագավորի տված թուրն են վաճառել։ Չէ հա։ Հա, մեր ընկերը կորել էր, հետո հայտնվեց, մենք էլ քեֆ ենք
անում։ Գտնվեց։ Նա փախել է թագավորի բանտից։ Նայիր թուրը։ Լավն է, չէ՞։ Փայտից են պատրաստել, ոնց որ իսկական լինի։ Այդ դու ես պատրաստել։ Իսկ ինչ կանես, եթե թագավորը հրամայի։ Խնդրում եմ էլ բան չասեք։ Ինչ ասում եք, կատարվում է։ Գնացինք։ Մի րոպե։ Ես հաշպարարություն եմ սովորել։ Աու։ Ինչպես է համարձակվել թուրս վաճառել։ Նակատակում էր։ Ուրեմն ժամանակներ չտանում այդ կատակներին։ Բաց թողեք, ասում եմ, բաց թողեք։ Բրնվեցի։ Տիքնեպեղ կտրի նրա գլուխը։ Հենց կոտրով։ Ինչ։ Մենք հենց ռութունը ձիմանք։ Ես այդ չեմ կարող անել, որովհետև նա իմ ընկերն է։ Նա բանտարքյան է։ Այո, բայց սխալմա։ Նա հենց գործ է։ Ներեցեք նրանց ձերդ մեծություն, նրանք ոչ մի վատ բան չեն արել։ Միայն հանգստեցի, նա թուրը պրենտից է։ Հուսով եմ դուք իրավացի եք, բայց յուրաքանչյուր մարդ էլ սխալվում է, նույնիսկ դուք։ Լսեք ուշադիր, միայն ամենակարող Աստծոն է հայտնի ճշմարտությունը։ Ձերդ մեծություն, Աստվածին, եթե այս տղան անմեղ է, պողպատե այս թուրը, թող որ փայտ դառնա։ Փառք քեզ Տեր Աստված, թող այդպես լինի։ Փառք քեզ Տեր Աստված, թող այդպես լինի։ Կարծում եմ դուք արդար չեք նրա նկատմամբ, ինչ կասեք։ Ինչ ես թագավորն եմ, ես երբեք սխալ չեմ լինում։ Վաու, բայց գուցե այս անգամ։ Այս հիասքան ճարիտով հրամայում եմ բոլորին հաց և ջուր բաժանել։ Ոչ, միայն լավագույն ուտելիքները։ Համոզված ես։ Այո, ձերդ մեծություն։ Լավագույն կենակուրեները։ Ասեք ինձ, եթե ես ասեմ, որ կոշկակարությունը այլևս արգելված չէ, ճիշտ չեմ անի։ Ճիշտ քենես, իհարկե։ Ուրեմն դուք ասեք։ Ես գիտեմ, որ բոլորն է սխալվում են, նույնիսկ ես։ Ձերդ մեծություն մի բան ասեմ, թույլ կտաք։ Ինչ։ Խնդրում եմ, այն երկու ճամփորդներին մի հրավիրեք, հա։ Խոստանում եմ, ոչ մի ճամփորդ չի լինի։